Բարև ձեզ։ Առաջինի միջազգային ալիքի եթերում Հայաստանի կողքին հաղորդումն է։ Այս թողարկմանը կանդրադառնանք Հայաստան համահայկական հիմնադրամի բնակարանաշինական եւ սոցիալական ընթացիկ ու նոր ծրագրերին։ Կոտայքի մարզի Բալահովիթ համայնքում կկառուցվի նոր ավան 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած հենաշարժողական խնդիրներ ձեռք բերած անձանց եւ նրանց ընտանիքների համար։ Մանրամասներին ծանոթացեք մեր առաջին տեսանյութում։ Իմ մարզասրահն է, մետագետ սարքն է, քայլաբերը, որի վրա կամ ամեն երեկո կամ գոնե օրու մեջ, ասենք ասենք, գալիս եմ ստեղ, իր աշխատանքի ձևն է, էլի գալիս ես, ոտքերը դնում եմ այդտեղ, կանգնում եմ, ֆիքսում եմ կոնքի հատվածը ու արդեն կատարում եմ քայլի իմիտացիան։ 44-օրյա պատերազմի մասնակից Անդրանիկ Մարգարյանի առօրյայի կարևոր մասն է, երբ պետք է հոգ տանի ֆիզիկական առողջության մասին։ Ահա, ստեղ գալիս ենք, օրինակ տարբեր ծանրությունների, օրինակ եկած, բռնում ես ու սկսում ենք ես պարապել։ Մարզասենյակի ամեն անկյուն ու դետալ հարմարեցված է նրա կարգավիճակին։ Դռների ցածր բռնակներ, հատակի հարթմակերես եւ առանց աստիճանների սենյակներ։ Սրանք այն տարրական պայմաններն են, որոնք ձևափոխել եւ հարմարեցրել է այնպես, որ տեղաշարժվելը հեշտ ստացվի։ Ի սկզբանե տունը նախատեսված չի լե, որովհետեւ հին սարքած տունն է, չգիտեմ, միտեղ բարձր է, մի սենյակը ցածր է, խոհանոց գնալու համար աստիճան կա, լվացարանը ընդհանրապես մուտք չկար։ Անդրանիկն ամեն օր Արտաշատից գնում է Երևան աշխատելու եւ բուժման նպատակով։ Մեքենան նույնպես լիովին հարմարեցրել է իրեն։ Առաջնահերթ առողջական պայմաններից ելնելով, որ ցանկացած պահին քեզի պետք լինի, չգիտեմ, 15 րոպեվա ընթացքում, թե 10 րոպե, մաքսիմալ շուտ հասնես ինչ-որ մասնագիտացված հիվանդանոց։ Շատ է դա պատճառը, որ ուզում ենք ավելի հասանելի լինել, ավելի մոտ լինել։ Ավելի մոտ եւ հարմար վայրում Կոտայքի մարզի Բալահովիթ համայնքում Հայաստան համահայկական հիմնադրամը զինվորի տուն վերականգնողական կենտրոնի հետ համատեղ կառուցում է բնակելի ավան զինհաշմանդամների համար։ Զանգ ստացա եւ համահայկական հիմնադրամի տնօրենն էր Հայկ Ակարշամյանը նշեց, որ հենց հիմա իրանք մի ծրագիր ունեն, որտեղ ուզում են ֆինանսավորեն հենց պատերազմից տուժած տղաների համար սեփական տների կառուցման ծրագիր։ Այսպես մենք ունեինք ամբողջ նախագիծը կառավարության կողմից մեզ արդեն տրամադրված հողատարածքը, հաշմանդամին հարմարեցված տների այդ նախագծային աշխատանքները, ամբողջ փաթեթը մենք ունեինք, ինչ որ պետք էր ծրագրի իրականացման համար եւ իրենք էլ ունեին այդ ֆինանսավորումը եւ այսպես զուգահեռ տարբեր իրականություններում նույն նպատակը ծնվել էր նաեւ բարերարների մտքում, որ նման ծրագիր են ուզում ֆինանսավորել։ 8 առանձնատներից բաղկացած բնակելի ավանում ստեղծվելու են ինչպես ապրելու, այնպես էլ մարզվելու եւ բուժում ստանալու համար բոլոր պայմանները, ինչը ել ավելի կհեշտացնի նախկին զինծառայողների կենցաղն ու ապրելակերպը։ Հիմա օրինակ ես պարապմունքի համար նույնպես էլի պիտի գնամ հասնեմ Երևան, չգիտեմ, պարապմունքների բանի էլի հետ կամ։ Իսկ եթե որ այնտեղ լինի, արդեն ոնց ասած մեր կողքն է լինելու, ամեն ինչ ոնց որ կենտրոնացվում է, էլի։ Բնակելի ավանին զուգահեռ կառուցվելու է նաև առանձին կացարան այն զինհաշմանդամների համար, ովքեր չունեն խնամակալներ։ Եթե տների հարցով մենք մի քանի շահառուի կյանք կփոխենք, ապա կացարանի հարցով կունենանք արդեն հազարավոր հասանելիություն, հազարավոր մարդկանց կրթություն ստանալու, մենակ չմնալու, խնամված լինելու, բարեկեցության մեջ լինելու եւ սիրո եւ ջերմության մեջ լինելու։ Վերականգնողական կենտրոնի տնօրենի համար ծրագիրը առանձնահատուկ է նաև նրանով, որ բնակելի ավանի շահառուների համար կստեղծվի միանման միջավայր, ինչը եւս մի քանի խնդիր է լուծելու։ Նախկինում միայնակ էին իրենց զգում, իսկ հիմա իրենք հանդիպեցին մարդկանց, ովքեր նույնպես ունեին խնդիրներ եւ տեսան, որ գիտես, եթե մի տղա սայլակին է, ունի երեխա, հաջողվեց ամուսնանալ, ընտանիք կազմել, դա խրախուսեց մյուսներին, որ եթե իր մոտ ստացվել է, ապա իմ մոտ էլ կստացվի։ Այս հարազատությունը եւ հարևանությունը իրենց ամենաուրախալի հատվածն է։ Սա դրական է գնահատում նաև ծրագրի շահառուներից Վարդան Վարդանյանը, կատակում ասելով, որ շուտով նաև միասին կսկսեն հարևանություն անել։ Բոլորս մեկը մյուսի խնդիրը գիտենք, գիտակցում ենք ու էլի այդ անձնակազմով իրար հետ էլի շատ մոտ ենք ընտանիքներով բանով ու այդպես բոլորով միտեղ ենք լինելու ու
ավելի ջերմ միջավայրում ենք գտնվելու։ Վարդանի համար առաջնային է տան հարմարավետությունը, երբ արդեն տեղափոխվեն, այլևս չեն մտածի այնպիսի տուն գտնելու մասին, որտեղ կկարողանա անխոչնդոտ եւ ինքնուրույն տեղաշարժվել։ Միջավայրը երբ որ մեզ հարմար է, մենք դրանից մենք ավելի լավ ենք զգում։ Եթե ասենք դու մի տեղ ես գնում, որը քեզ ինչ-որ միջափով հասանելի չի, պետք է մեկին խնդրես ու այդ քո վրա հոգեբանորեն շատ ազդում է։ Իսկ այդ բնակարանները, քանի որ նստելիվ հարմար է լինելու, այդ շատ մեծ դրական առավելություն ունի։ Նոր տուն ունենալու միտքը Վարդանին շատ է ոգևորում։ Ընտանիքով արդեն որոշել են, թե յուրաքանչյուր սենյակ ինչպես են կահավորելու։ Պատկերացնում ենք արդեն պետք է բնակարանները վերջնական պատրաստ լինի, այդպես շատ վառ, պայծառ, այդպես պատկերացումներ է բոլորիս մոտ, քանի որ այդ բնակարանները նախ ամենաառաջինը մեզ հարմարեցված է լինելու, ինչ որ պետք չի լինելու ինչ-որ բաներ փոխել, ինչ-որ բաներ մեզ հարմարեցնել դեպի մեր համար նախատեսված։ Նոր տան սպասումով Անդրանիկ Մարգարյանն էլ բազմաթիվ մտքեր ունի, թե ինչպես պիտի ապրի եւ ինչով զբաղվի։ Նրա դեպքում տան մասին քննարկումներին երեխաներն էլ են մասնակցում։ Մեր սպասումները այնքան շատ պլաններ են գծել այդ տների հետ, այդ Հայաթի հողամասի կամ չգիտեմ, եթե հնարավորություն լինի կողքի հողամասի հետ, մի փոքր որ հարմարեցի, որ կարողանանք մոտենանք, ես մեծ սիրով, թե օրինակ կարող է ծառանոց լինի, փոքրիկ տնկիներ լինի կամ իմ արհեստանոցը ունենամ այդտեղ։ Այս սպասելիքները շուտով արդեն իրականություն կդառնան։ Հայաստան համահայկական հիմնադրամի եւ Զինվորի տան համատեղ նախագծով բնակելի ավանը առանձնատներին կից կունենա նաեւ այգի, հանգստյան գոտի, մանկական խաղահրապարակ եւ մարզադահլիճ։ Շահառուները բացի բժշկական ծառայություններից կմասնակցեն նաեւ կարճաժամկետ եւ երկարաժամկետ կրթական ծրագրերին։ Արմավիրի մարզի Նալբանդյան բնակավայրում կառուցվում է 4 բնակելի տուն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար։ Թե ինչ փուլում են գտնվում շինարարական աշխատանքները, դիտեք տեսանյութում։ Այնտեղ չունենք հողատարածք, իսկ այստեղ ունենք հողատարածք, որով որ զբաղվում եմ իմ սիրած գործով։ Ծաղիկներ աճեցնելն ու խնամելը Աննա Խոյեցյանի առօրյայի անբաժան մասն է դարձել։ Սեփական հողատարածք ունենալը կրկնապատկել է նրա սերը այս գործի նկատմամբ։ Կյանքը նոր տանը սկսվեց 2020-ին, երբ Հայաստան համահայկական հիմնադրամը Նալբանդյան համայնքում կառուցեց 14 բնակելի տներ սոցիալապես անապահով ընտանիքների համար։ Մեր տան պայմանները շատ լավ են։ Տաքությունը կա, իհարկե, տաք ջուրում ունենք, ինչը որ պետք է ամենքին, ոչ թե միայն մեզ, երեխաներին, այստեղ շատ հանգիստ է, երեխեքին մեծացնելը, այս տան պայմաններն էլ շատ ընտիր։ Սեփական տանիք ունենալը երկար ժամանակ Աննայի երազանքն է եղել։ Հիմա նրա եւ մյուս առանձնատների կողքին կառուցվում են նաեւ նորերը։ Սա եւս նախաձեռնել է Հայաստան համահայկական հիմնադրամը։ Տները նախատեսված են Նալբանդյան համայնքում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների համար։ Ինքը մի հիմքի վրա կառուցվում է 2 բնակելի տուն։ Հա, բնակելի տունը բաղկացած է 3 սենյակից, ննջասենյակից, խոհանոցից, սանհանգույցից եւ նախամուտքից։ Ինքը նախատեսվում է ամեն մի տունը մի ընտանիքի համար։ Բնակելի տներից յուրաքանչյուրը համակցված է 2 բնակարանով եւ հարակից հողամասով։ Ընդհանուր առմամբ կառուցվում է 8 բնակարան։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա օգոստոսից։ Մի մասն արդեն ամբողջովին կառուցել են։ Կատակի տոփանման աշխատանքները կատարում ենք սանտեխնիկայի մոնտաժման աշխատանքները, որպեսզի կարանք ամրանավորումը սկսենք հատակի, բետոնացումը անենք, որպեսզի հասնենք ծածկի աշխատանքներին։ Այս ամենին կհաջորդեն բակի ցանկապատման աշխատանքները, ինչից հետո բնակելի տները կհանձնվեն շահառուներին։ Այս պահին իմ զրուցակիցն է կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանը։ Բարև ձեզ տիկին Գևորգյան։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Տիկին Գևորգյան, Հայաստան համահայկական հիմնադրամի հետ ձեր կենտրոնը արդեն երկար տարիներ է, ինչ ընտանեկան բռնության ենթարկված կանանց ու երեխաների աջակցման ծրագիր է իրականացնում։ Մի փոքր խոսենք այս ծրագրերի մասին։ 2019 թվականից ամերիկահայ բարերար տիկին Սրփուկ Սարգսյանի աջակցությամբ ստեղծվեց մեր համագործակցությունը համահայկական հիմնադրամի հետ։
եւ 2019 թվականից ի վեր կենտրոնը աջակցություն է տրամադրում բռնության ենթարկված կանանց եւ երեխաներին, տրամադրելով նրանց իրավաբանական, հոգեբանական, սոցիալական եւ այն կանանց եւ երեխաներին ում կյանքին վտանգ է սպառնում գաղտնի կացարանով։ Ինչպես կգնահատեք արդյունավետությունը ծրագրի իրականացման եւ առհասարակ հիմնադրամի հետ համագործակցության։ Նախ պիտի նշեմ, որ սա առաջի ծրագիրն էր հիմնադրամի, որը տվեց նման աջակցություն բռնության ենթարկված կանանց, որը գիտեք Հայաստանում թվերը օր-օրի բարձրանում են եւ ի շնորհիվ դրա մենք կարողացանք տարիներ շարունակ հազարավոր կանանց աջակցել։ Եթե մենք ունենում ենք տարվա կտրվածքով 1000 շահառու, որից 200-ը օգտվում է ապաստարանի աջակցությունից, սա արդեն արդյունքի մասին է խոսում։ Մենք խոսում ենք կանանց եւ երեխաների մասին, ովքեր փողոցում են, ովքեր ծեծված են, ովքեր բացի աջակցման կենտրոնների աջակցությունից որևէ այլ աջակցություն չունեն։ Սովորաբար բռնության ենթարկված անձիկ մենակ են մնում իրենց խնդրի հետ։ Խնդիրը շատ ավելի խորքային է, քան մենք կարող ենք պատկերացնել։ Դուք նշում եք, որ տարիների ընթացքում բռնության ենթարկված կանանց թիվը ավելանում է։ Խնդիրը նաև այստեղ պետք է համապարփակ լուծում ստանա հասարակության հետ եւս աշխատելու շնորհիվ, որովհետև շատ կանայք բռնության ենթարկվում են եւ հենց վախենալով հասարակության կողմից չհասկանալու, չհասկացվելու, ինքնամփոփ դառնալու եւ փակվելու չեն բարձրաձայնում խնդրի մասին։ Հասարակության հետ որևէ ծրագիր իրականացվում է իրազեկելու, հոգեբանորեն, չգիտեմ, ներկայացնելու, որ կան նման իրավիճակում հայտնվելու պարագայում պետք է դիմել օրինակ այսպիսի կառույցի։ Գիտեք, խնդիրը իսկապես խորքային է, խնդիրը գալիս է գենդերային կարծրատիպերից, կանանց եւ տղամարդկանց դերը հասարակության մեջ եւ ինչպես տեսնում ենք մեր հասարակության մեջ կանանց դերը ավելի ստորադասված է, քան տղամարդկանց եւ բռնության պատճառը ինքը ուժ եւ վերահսկողությունն է, այսինքն բռնությունը գործադրում են ուժ եւ վերահսկողություն հաստատելու համար եւ հասարակությունը ինքը ունի այդ կարծրատիպային մտածողությունը, որ կանայք այո համարվում են, այսպես ասած, տղամարդկանց սեփականությունը եւ ինչ որտեղ նաեւ արժանի են ծեծի։ Գիտեք, մեր համար կարծես նորմալացված լինի բռնության մշակույթը, իհարկե տարիների ընթացքում հաղթահարվել է, բնականաբար կենտրոնը աշխատում է, իրազեկման աշխատանքներ է անում տարբեր հարթակներով, տարբեր սկսած ուսանողներից, աշակերտներից, այո, դպրոցներից, աշակերտներից, բժիշկների հետ հանդիպում, մանկավարժների հետ, դատավորների, ոստիկանների, բոլոր շերտերի հետ փորձում ենք աշխատել։ Պետք է ես շատ կարևոր մի բան նշեմ նաև, որ 2019 թվականին, երբ որ մենք սկսեցինք համահայկական հիմնադրամի հետ համագործակցությունը, ծրագրի մի կոմպոնենտներից էր աջակցման կենտրոնների ստեղծումը եւ ի շնորհիվ ծրագրի կանանց աջակցման կենտրոնը Հայաստանի տարծ մարզերում վերապատրաստեց ՀԿ-ներին, որոնք այս պահին նաև իրականացնում են, տրամադրում են աջակցություն բռնության ենթարկված անձանց։ Սա շատ կարևոր էր, որովհետև պետք էր հասանելի ծառայություններ լիներ Հայաստանի բոլոր մարզերում։ Վերապատրաստումներից հետո աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նաեւ իր ներդրումը ունեցավ ամեն տարի որոշակի գումարի չափով աջակցում է այս կենտրոններին իր գործունեությունը շարունակելու համար։ Դուք ձեր խոսքում մի շատ ցավալի փաստ արձանագրեցիք, որ տղամարդիկ կարծում են, որ կանայք իրենց սեփականություն են։ Բոլորի մասին չի խոսքի իհարկե, բայց բավականին տոկոսային հարաբերությամբ մեծ թիվ է կազմում։ Այս առումով տղամարդկանց հետ, եթե կինը դիմում է կանանց աջակցման կենտրոն, հոգեբանական աջակցությունը տրամադրվեց, լավ։ Կացության հարցը լուծվեց եւս, բայց ընտանիք այստեղ եւս փրկելու խնդիր ունի։ Արդյոք ծրագիր իրականացվում է տղամարդկանց հետ արդեն հոգեբանորեն որոշակի։ Գիտեք, այստեղ պետք է մենք ավելի բացենք, որ աջակցությունները, որոնք որ տրամադրվում են, սա այն նպատակով է, այսինքն կինը, որ վերականգնվի եւ նորից վերադառնա հասարակություն։ Իսկ տղամարդկանց հետ բնականաբար աջակցման կենտրոնը չի կարող աշխատել, որովհետև
շահառուները բռնության ենթարկված կանայք են, պետությունը ունի պարտավորվածություն աշխատելու բռնություն գործադրած անձանց հետ եւ համաձայն ընտանեկան բռնության օրենքի պետք է սկսել աշխատանքները, ինձ թվում է մյուս տարվանից։ Իսկ գոյություն ունի վիճակագրական որոշակի տվյալներ, օրինակ այս տարի դիմաց կանանց քանակի մասով։ Այս տարի մեզ դիմել են մոտ 1000 շահառու, որոնցից 266-ը ապաստարանի աջակցություն է ստացել։ Իսկ հիմնականում ինչ խնդրով են դիմում։ Գիտեք, ես պետք է նշեմ, որ դուք պատկերացնեք ինչպես է աճում թվերը։ 2010 թվականին, երբ որ մենք սկսեցինք մեր ծրագիրը, մենք ունեինք տարվա կտրվածքով ընդամենը 50 շահառու։ Իսկ հիմա մենք ամսվա կտրվածքով ենք ունենում 50 շահառու։ Սա ոչ թե խոսում է նրա մասին, որ բռնությունը շատացել, այլ խոսում է նրա մասին, որ իրազեկումն է եւ նաեւ գիտակցությունը, մտածող է փոխվում։ Տեսեք, երբ որ մենք սկսում էինք ծրագիրը 2012-13 թվականին Վայոց ձորը դեռ չկար աջակցման կենտրոն եւ ոստիկանության հետ անդադ համեմատում էինք մեր թվերը, տվյալները, որևէ կին դիմաց չկար, բայց այս պահի դրությամբ Վայոց ձորը տարեկան 100 շահառու, 100-ից ավել շահառու աջակցություն է տրամադրում։ Սա նշանակում է, որ կա ծառայություն, կա իրազեկում, կան նաեւ դիմողներ։ Չկա ծառայություն, չենք խոսում այդ մասին, չկա նաև խնդիր։ Այսինքն ինչպես է գնահատում նման սոցիալական ծրագրերը եւ որքանով է այն ազդում նաև հասարակության գիտակցության վրա։ Կնշեմ, որ շատ կարևոր է, որովհետև ընտանեկան բռնությունն այն լատենտային հանցագործություններից է, որոնք շատ տարածված են ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհով մեկ եւ առաջին աջակցություն եւ օգնություն տրամադրելու կարիք ունեն։ Ինչպես են գնահատում այն կանայք, ովքեր հաղթահարում են ու վերադառնում են կյանք, հասարակություն, այ հենց այդ տոկոսն է, որ տալիս է բարելավում, փոփոխություն, իրենք իրենց հերթին, տեսեք, իրազեկումը մենք միայն պատկերացնում ենք տարբեր համայնքների հետ աշխատելուց, բայց մեր ամենամեծ ցանցը հենց բռնության ենթարկված կանայք են, ովքեր որ հաղթահարել են եւ ասել են իրենց ընկերուհուն, իրենց քուրոջը եւ այլ ուղղորդել են կենտրոններ։ Երեխաների կրթությունից դուրս են մռնում բռնության պատճառով, դպրոցում ագրեսիվ վարք են ունենում։ Դե պատկերացեք, այս խնդիրներով իրանք գնում են բանակ։ Եթե ուղղակի կամ անուղղակի կերպով երեխան եւս ենթարկվում է բռնության, այո, եւ եթե չաշխատենք, չվերականգնենք, մենք կունենանք դպրոցում խնդիր, մենք կունենանք մանկավարժը, ով ծեծվում է տանը, ինչպես պետք է աշխատի դպրոցում երեխայի հետ, բժիշկը, որը բռնության է ենթարկում, ինչպես պիտի աշխատի իր պացիենտի հետ։ Ի վերջո այդ երեխան հետագայում ինչ ծնող կլինի, այո, ինքը բռնության շղթան, եթե որևէ փուլում չկանգնի, ինքը անվերջ շարունակվելու է, երեխան տեսնելու է այն, ինչ որ կատարվում է ընտանիքում եւ շարունակելու է այդ նույն մոդելը իր ընտանիքում, որտեւ իր համար կնոջ հետ ճպվելու մոդելը այն է բռնության վարքն է, իսկ կնոջ համարն է չկա համարել, այ մաման ամբողջ կյանքում տեսել, համբերել, հանդուրժելը, ուրեմն սա է մոդելը ընտանիք հասկացողության եւ մենք պետք է պատկերացնենք, եթե չվերականգնվեն եւ աջակցություն չտրամադրեն բռնության ենթարկված անձանց, մենք հասարակության մեջ ինչպիսի խնդիրներ կունենանք, որտեվ ինքը բավականին տարածված խնդիր է։ Այո, եւ ի վերջո կանայք ինչպես կարող են դիմել եւ շահառու դառնալ ծրագրի։ Ծրագիրը աջակցման կենտրոնում գործում է 24 ժամյա թեժգից, պիտի նշեմ, որ մեր ծառայությունը 24 ժամ է, զանգահարելով 099 887 808 հեռախոսահամարին, անմիջապես արդեն աջակցման կենտրոնի թեժգծի պատասխանողը տրամադրում է համապատասխան խորհրդատվություն, որից հետո կինը ուղղորդվում է սոցիալական աշխատողին եւ համապատասխան արդեն իր ցանկությամբ, որ աջակցության կարիք ունի, տրամադրվում է, բայց առաջնայինը անվտանգության խնդիրն է։ Ինչ առումով, եթե ամուսինը իմանա, որ կինը դիմել է, գիտեք, բռնության ենթարկված կանանք առաջնային խնդիրը անվտանգությունն է, որովհետև բռնարարը հաճախ սպառնում է, որ կսպանի, եթե գնաս, չգիտեմ, երեխաների այլևս չես տեսնի,
Սա է խնդիրը եւ բավականին հատկապես հետպատերազմյան շրջանում շատ վտանգավոր է, ունեն, չգիտեմ, զենքեր, այլ տարբեր դրա համար շատ առաջնային է, որ ոստիկանություն դիմեն եւ ստանան պաշտպանական միջոցներ, որով չի թույլատրվում, որ բռնություն գործադրած անձը իրեն մոտենա որոշակի օր, որոշակի հեռավորություն, մինչեւ կենտրոնը դատարանից կստանա պաշտպանական որոշում։ Սրանք առաջնային գործիքներն են, որը կենտրոնը փորձում է անել։ Զուգահեռաբար նաեւ հոգեբանական աջակցություն։ Զուգահեռաբար արդեն այո ստանում են եւ հոգեբանական աջակցություն, եւ բժշկական աջակցություն, եւ սոցիալական, այսպես ասած, ծառայություն։ Տիկին Գևորգյան, եւ վերջում Հայաստան համահայկական հիմնադրամի հետ համագործակցությունը շարունակվում է կամ կա որոշակի նախանշված ծրագրեր։ Այս պահին դեռ շարունակվում է, համահայկական հիմնադրամի շնորհիվ աջակցություն է տրամադրվում բռնության ենթարկված անձանց, նաև ապաստարանների ծառայությունն է շարունակվում։ Եղավ, շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալ եմ։ Հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ իմ զրուցակիցներ կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանը։ Իսկ մենք կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթ անց։ Ցտեսություն։